Բարև ձեզ, մենք այսօր կշարունակենք մեր 3D մոդելավորման adventure-ը։ 3D մոդելավորման լավագույն մասը օգտակար իրեր ստեղծելն է։ Այսօր մենք կստեղծենք հենակ հենց ձեր հեռախոսի համար։ Անցյալ անգամ մենք սովորեցինք պատկերները, իսկ այսօր կխոսենք չափսերի մասին։ Եթե միլիմետրերը սխալ հաշվենք, հեռախոսը պարզապես շատ կշարժվի։ Ահա սկսենք այս 4 բլոկով։ Վերցնում ենք խորանարդը, երկարացնում մոտավոր 120 մմ և լայնությունը դարձնում 10 մմ։ Ահա։ Հետո վերցնում ենք այս մեր մյուս պատկերը և փոխում կողմերը 10-երով։ Տեղադրում ենք ծայրերում, որպեսզի կոր անկյուններ ունենանք։ Ահա։ Վերցնում ենք և միավորում ենք, Ctrl+G կամ այս կոճակը։ Ահա։ Հետո վերցնում ենք Ctrl+D-ով, այնքան ենք Ctrl+D անում, մինչև 5 հատ ունենանք։ Ահա։ Առաջին պատկերը բարձրացնում ենք մոտավոր մեր հեռախոսի 1,1/3 մասով, կոնկրետ իմ համար 200 մմ, 20 սմ։ Հետո մյուս պատկերը թեքում ենք 90 աստիճան, դնում այստեղ և երկարացնում։ Սրա չափսերը հետո դուք կարող եք երկարացնել, քչացնել։ Երրորդ պատկերով մենք սարքում ենք մեր հեռախոսի մոտավոր 2/3 չափով, իմ համար 100-ը։ Ահա։ Պտտում ենք, ինչքան որ ուզում ենք, որ պարկած լինի մեր հեռախոսը։ Եվ բարձրացնում ենք դեպի վերև։ Հետո մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեզ հարմար դառնա։ Կարող եք ձեր հեռախոսի չափսով սարքել կամ ինչ-որ ուրիշ ձևի։ Ահա։ Երբ սա տեղադրեցինք այստեղ, մեր 4-րդ պատկերը վերցնում ենք, պտտում ենք նորից 90 աստիճան, որ տափակ դառնա և բարձրացնում ենք դեպի վերև, այնպես, որ տեղադրվի այս մեր 3-րդ խորանարդի մեջ։ Այսպես դնում ենք և բարձրացնում ենք վերև։ Ահա։ Եվ երկարացնում ենք, այստեղ մեր հեռախոսը պետք է շարժվի, ինչպես ուզենք։ Իսկ մեր մյուս պատկերը վերցնում ենք, բարձրացնում ենք դեպի վերև։ Ահա։ Հետո վերցնում ենք և ամբողջը միավորում ենք։ Պատրաստում ենք մեր հեռախոսի չափսերով մոդել։ Ահա։ Ես Google-ում գտա, որ այդ հեռախոսը, որի համար ես պետք է սարքեմ, 150 երկարություն ունի, 150,9, լայնությունը 75,7, իսկ այստեղ 8,03։
Այստեղ 1-1 իմ մոտ սխալ է դա լինում 8,03 8,03 ահա և սոլիդով ռադիուսը փոխում ենք, որ ավելի նման լինի հեռախոսի, ահա, պտտում ենք 90 աստիճան, բարձրացնում ենք վերև և տեղադրում մեր մոդելի վերևում, որպեսզի հետո փորձարկենք։ Այս Tinkercad-ի հատուկ սիմուլյատորներով մենք կարող ենք նայել, աշխատում է թե ոչ։ Իսկական կյանքում մեր մոդելը այսպես պետք է լինի։ Ահա։ Եթե դուք այդպես անեք, դուք կարող տեսնեք մի քանի խնդիր։ Օրինակ իմ մոտ այս պատկերը մի փոքր վերև էր։ Ահա։ Եվ եթե նորից փորձենք, մի վայրկյան, ահա, նորից փորձենք, մեր հեռախոսը այսպես կկանգնի, իսկական կյանքում է այսպես կլինի։ Հետո վերցնում ենք մեր փոսը և երկարացնում, դնում այնպես, որպեսզի այս հեռախոսի շարժվելու տեղում լինի, որպեսզի մենք կարողանանք զարյատկի դնել մեր հեռախոսը, ընդհանրացնենք, Ctrl+G կամ այս կոճակով, ահա, հետո մի խորհուրդ կտամ, որպեսզի ձեր անունը գրեք այստեղ, որպեսզի ոչ մեկ չխաղառնի իրենինի հետ, կոնկրետ ես սարքում եմ իմ դասընկերոջ համար, դրա համար գրում եմ նրա անունը, Արմին է, ահա, դարձնում ենք whole կամ թողնում ենք solid, կոնկրետ ես ուզում եմ փոս սարքեմ, դրա համար whole եմ սարքում, եթե ուզում եք դուք սարքեք դուրս ընկած, թողեք solid, տեղադրեք այստեղ և ընդհանրացրեք, ահա, հիմա մենք կարող ենք մեր հեռախոսը համ հորիզոնական, համ ուղիղ դնել, համ այսպես, մի վայրկյան, մեր հեռախոսը կարող ենք համ այսպես, համ այսպես դնել, եթե տպեք, իմ կարծիքով լավ կստացվի և ձեր հեռախոսը լավ կտեղավորվի վրան, ահա, շնորհակալություն նայելու համար, բաժանորդագրվեք և կոմենտարիաներում գրեք, թե ինչ սարքեմ մյուս անգամ, շնորհակալություն։